2025 թվականին Գեղարքունիքի մարզում անցկացվող Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի համայնքային փուլում հաղթած դպրոցականները մասնակցում են մարզային փուլին։ Մեկնարկից առաջ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ներկայացուցիչը անվտանգության կանոններն է հրահանգում եւ ցուցումներ տալիս։ Պետք է հավասար լինի, որ ձեր ոտքի շարժումը համարյա մինչև 170 աստիճան բացվի։ Այս ամեն ինչը ոչ թե ասում եմ մենակ հիմիկվա համար, այլ հետագայում պարապելու համար էլ, հեծանի վարելու համար է։ Մրցաշարն արդեն երկրորդ տարին է անցկացվում։ Դպրոցականները մասնակցում են տարիքային 2 խմբով։ Այս տարի արդեն բոլոր դպրոցները ունեին հեծանիվներ, արդեն 2 տարիքային խմբով է անցկացվում։ 7-ից 9-րդ դասարանցիներ եւ 10-ից 12 դասարանցիներ։ Պետք է աղթի ուժեղագույնը, որպեսզի մարզը ահավոր պատշաճի ներկայացնի մրցումների հանրապետական փուլում։ Դպրոցները մարզային փուլին պատրաստվել են առավել պատասխանատվությամբ, որպես փորձառություն ունենալով համայնքային փուլը, հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց գաղափարը տարածող մրցաշարի նպատակն է նաև հանրապետությունում բարձրացնել հեծանվային սպորտի նկատմամբ հետաքրքրությունը, ապահովել դպրոցականների մասնակցությունը զանգվածային մարզական միջոցառումներին։ Երեխաները մեծ սիրով մասնակցում են միջոցառմանը, նույնիսկ դպրոցներում ունեցալում, որ երեխաները ասում են մենք էլ պարապենք, ճիշտ հեծանվի պակասություն ունենք, երևի ինձ թվում ժամանակը կլրացնեն, մասնակիցների թիվը ավելի լավ կլինի, մասսայականությունը ավելի մեծ կլինի, առողջ ապրելակերպը կծառայի իր բուն նպատակին։ Ստանալով դպրոցում հեծանիվներ դեռ անցած տարի, երկուական հեծանիվներ, մենք այդ ժամանակից սկսեցին երեխաների մոտ մեծ հետաքրքրություն առաջանալ, որպեսզի մասնակցեն վարչապետի գավաթ խճուղային հեծանվավազքին։ Այս տարի ստացանք եւս 4 հեծանիվներ, արդեն դպրոցը համալրվեց 6 հեծանիվներով եւ մենք համայնքային փուլին մասնակցեցինք 6 սաներով եւ համայնքային փուլում ճանաչվեցինք հաղթող 2 խմբերում էլ։ Այսօր մենք մասնակցում ենք արդեն մարզային փուլին եւ հուսով ենք, որ անպայման հաղթող կլինենք։ Պատանի հեծանվորդներին ուղեկցում եւ նրանց անվտանգությունն ապահովում են Պարեկային ծառայության եւ շտապ օգնության աշխատակիցները։ Հեծանվավազքի մրցաշարի մարզային փուլում դպրոցականները հաղթահարում են 30 կիլոմետր տարածություն։ Մրցապայքարի արդյունքում տարիքային առաջին խմբում առաջին տեղն է գրավում Սևանի համար 1 հիմնական դպրոցը, երկրորդ տեղում Սևանի համար 4 հիմնական եւ երրորդ տեղում Գետիկի միջնակարգ դպրոցներն են։ Տարիքային երկրորդ խմբում առաջին տեղը նվաճում է Վաղաշենի միջնակարգ դպրոցը, Լճավանի միջնակարգ դպրոցը երկրորդն է, Ծովազարդի միջնակարգ դպրոցը երրորդը։ Մրցանակային տեղեր գրաված դպրոցականները կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից արժանանում են գավաթների եւ մասնակցության հավաստագրերի։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։